Մահ կամ ազատություն։ Ազատություն կամ մահ։ Առաջին հայացքից այս խոսքերը կարող են ծայրահեղ թվալ։ Կարծես հին ժամանակներից մնացած կոշտ կարգախոս լինեն։ Ոմանք նույնիսկ կարծում են, թե սա միայն դաշնակցականների խոսքն է։ Բայց իրականությունն այն է, որ այս խոսքը, այս գաղափարը դարերով դարձել է ազատության համար կռվող ժողովուրդների ու անհատների գլխավոր մարտակոչը։ Տարբեր լեզուներով, տարբեր երկրներում նույն միտքը կրկնվել է նորից ու նորից։ Ասենք ավելին, այն Ամերիկայի Նյու Հեմփշիր նահանգի պաշտոնական կարգախոսն է, եւ մինչ օրս այն Հունաստանի ազգային նշանաբանն է։ Ինչու՞։ Որովհետև ազգերի համար ինչ կարող է ավելի կարևոր լինել, ինչ կա ավելի քաղցր, քան ազատությունը։ Մարդը կամ ազատ է ապրելու լիակատար ազատության մեջ, կամ պիտի ընտրի մահը, որը ավելի նախընտրելի է, քան ստրկացած կյանքը։ Դաշնակցականների համար նույնպես Հայաստանը եւ հայությունը կամ ապրելու են լիակատար ազատության մեջ, կամ պայքարելու են մինչև վերջ դա ձեռք բերելու համար։ Ոչ ոք իր կամքը մեր վրա չի թելադրելու։ Ազատություն կամ մահ։ Սա միայն քաղաքական խոսք չէ։ Սա ազատության բոլոր դրսևորումների մասին է։ Ազգային ազատության մասին է, մշակութային ազատության մասին է, անհատի ազատության մասին է, հոգու ազատության մասին է, եւ ուրեմն ազատություն կամ մահ։